Անսպասելի շրջադարձ վերջին զանգի նոր սերիայում, այն ինչ թվում էր արդեն փակված էջ, բացվում է նոր ուժով։ Հենրին, ով վերջին ամիսներին պայքարում էր իր ներսում կուտակված հակասությունների դեմ, վերջապես խախտում է բոլոր սահմանները։ Նա այլևս չի կարողանում ապրել այն մտքի հետ, որ Անգելինան շուտով պիտի դառնա Նոյի կինը, իսկ ինքը ընդմիշտ հրաժարվի նրանց համատեղ ապագայի գաղափարից։ Այս որոշումը հասունանում էր դեռ նախորդ սերիաների ընթացքում, երբ Հենրիի կյանքը սկսեց արագ քանդվել։ Նա տեսավ, թե ինչպես է Միքայելը տարիներ շարունակ խաբելով եւ թաքցնելով ճշմարտությունը զրկել իրեն ու Անգելինային բնականոն հարաբերությունից։ Նա տեսավ, թե ինչպես էր Հենդոն խառնվում ամեն բանի մեջ, փորձելով արգելել նրանց որդեգրումը, անընդհատ վիրավորելով Աննային ու խառնաշփոթ ստեղծելով բոլորի կյանքում։ Հենրին այնքան էր ճնշված իր ընտանիքի ծանր անցյալից ու ներկա խնդիրներից, որ կորցրել էր սթափ դատողությունը։ Եվ ահա այն պահին, երբ թվում էր, թե կյանքը վերջնականապես բաժանում է նրան Անգելինայից, Հենրին գիշերը գնում է Անգելինայի տուն։ Նրա մեջ միայն մեկ միտք կա՝ փախչել, փրկել իրենց երկուսին այս կեղծավոր իրականությունից, թեկուզ մի պահ վերադառնալ այնտեղ, որտեղ ժամանակը կանգ է առնում։ Հենրին համոզում է Անգելինային եւ նրանք միասին որոշում են փախչել Սևան։ Այս գործողությունը շատ ավելի խորն է, քան պարզապես փախուստ։ Անգելինան էլ է շոկի մեջ իր արածից։ Նա բացահայտ ասում է, ինքն էլ չի հավատում, որ նման քայլի է գնացել եւ փախել։ Նա գիտակցում է իր քայլի հետևանքները, հասկանում է, որ այս քայլով կարող է ոչ միայն խախտել իր ու Նոյի կյանքի բոլոր պլանները, այլև կրկին հայտնվել հասարակական քննադատության թիրախում։ Բայց նրա խոսքերի մեջ կա նաև անկեղծություն։ Ասում է, որ Հենրիի կողքին ինքը դառնում է ոչ ադեկվատ, կորցնում է ինքնատիրապետումը, պատրաստ է ամեն ինչի, ինչ նախկինում երբեք չէր պատկերացնի։ Իսկ Հենրին ճշմարտությունն իմանալուց հետո խուսափում էր այն պատմել Անգելինային, ստում էր նրա ծնողների մասին, ասելով իբր նրանք մահացած են։ Իսկ ինքը ներքուստ խեղդվում էր այդ ստի մեջ, սակայն կարևոր է ընդգծել, որ եթե Անգելինան իմանար, թե ով է ինքը իրականում, եւ հատկապես, որ Հենրին վաղուց գիտեր ճշմարտությունն ու իրեն չէր ասել, ապա հաստատ այս քայլին չէր գնա։ Նա չէր փախչի Հենրիի հետ, որովհետև նման բացահայտումը կփշրեր վերջին վստահության մնացորդներն ու կստիպեր նրան ամեն ինչ վերաիմաստավորել, նույնիսկ իր սեփական զգացմունքները։ Իսկ այժմ բոլոր լարումները հասել են կուլմինացիայի։ Հենրին ու Անգելինան միասին փախչում են Սևան։ Սա նրանց փորձն է գոնե մեկ պահ ազատ լինել այն ամենից, ինչ տարիներ շարունակ նրանց հալածել է։ Բայց նրանք էլ են գիտակցում, որ այս որոշումը չի կարող անպատասխան մնալ։ Հենդոն, Միքայելը, Նոյը, Էլիզը եւ հասարակական կարծիքը շուտով կանգնելու են նրանց ճանապարհին։ Սևանի ճանապարհը նրանց համար կարող է լինել թե ազատության փոքրիկ պահ, թե ապագա ողբերգության սկիզբ։ Մի բան հստակ է. այս փախուստը այլևս չի թողնում նրանց նախորդ կյանքին վերադառնալու հնարավորություն, եւ հենց այս պահին սկսվում է նրանց պատմության նոր, ամենալարված ու ամենահուզիչ գլուխը։ Հարգելի հետևորդներ, արդյոք ճիշտ է վարվում Հենրին, թողնելով կնոջը տանը եւ գալով Անգելինայի տուն, եւ արդյոք ճիշտ է վարվում Անգելինան, նշանադրվել Նոյի հետ, իսկ փախչել Հենրիի հետ։ Գրեք մեկնաբանություն։